Իմ կարծիքով ամենաեական արձագանքներից կամ հետևանքներից մեկը Բերդորյան դեպքերի եղել է այն, որ ակտուալիզացվեց ընդհանրապես երկու պետություն, մի պետություն, միացում, անկախացում, այս խնդիրը։ Կարծում եմ շատ մեծ խնդրեմ է սա, ինչի համար, որովհետև այս 25 տարվա մեջ երբևէ լուրջ քննարկում չի եղել։ Ընդամենը բոլորս ասում ենք, դե պարզ չի որ դե Հայաստան ենք, էլի մնացածը ձևականություն է, երբ որ ցանկացած քաղաքացի կարող է մի փաստաթուղթ վերցնի եւ ասի, որ ես գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չկա։ Մյուս անպայման փաստաթուղթ կբերի, հռչակագիր, Հայաստանի Սահմանադրություն, մի ուրիշ քաղաքացի շատ հանգիստ կարող է վերցնի ուրիշ փաստաթուղթ, շատ համոզիչ, ասի շատ կներեք, այս պետությունները տարբեր պետություններ են։ Եվ ահագին փաստեր բերի, եւ հետո կամ ամեն մեկը շուրգա գնա տուն, կամ էլ սկսեն վիճել։ Հիմա, քանի վիճելու թեմա չկա, կարելի է թողնել այսպես, բայց երբ որ վիճելու խնդիրներ են ծագում, արդեն իսկ պետք է փորձել այս խնդիրները քննարկել ու տեսնել։ Ես զբաղվում եմ դրանով տասնամյակներ, ինձ դա շատ է հետաքրքրել, որովհետև ես գտնում եմ, որ սա շատ վտանգավոր վիճակ է։ Եթե ցանկացած քաղաքացի կարող է մեկնաբանել հայկական պետականությունը, ճիշտ նենց ոնց որ իրեն ձեռնտու է, այս պետությունը ինչ որ պահի փլուզվելու է։ Մենք մոտենում ենք դրան։ Սա շատ ավելի լուրջ վիճակ է, քան սա։ Ասեմ ձեզ մի օրինակ ընդամենը 2000 թվականների սկզբին, երբ որ ակտուալ դարձավ դատական պրոցեսներ իրականացնել կապված զինվորականության հետ, առաջին անգամ երևի մենք այդտեղ հասկացանք ինչքան պայթունավտանգ է այս վիճակը, ինչքան, որովհետև ասենք Հայաստանի քաղաքացին, որը ծառայում է Արցախում, ընդհանրենք ծանր հանցագործություն է կատարել, մարդասպանություն։ Եվ ոնց պիտի դատվեր։ Որտեղ, ինչ օրենքով։ Թվացել է թե սա անեական բան է, ինչ է նշանակում, ինչ օրենքով ուզենք, ոնց նենց է կդատենք։ Բայց գիտեք, դատարանը նենց մի բան է, որ դատվողը եւ իր հարազատները, ընկերները պիտի ճանաչեն այդ դատարանը։ Եթե մարդիկ չեն ճանաչում այդ օրենքը եւ այդ դատարանը, իրենք չեն ենթարկվելու։ Ու մենք նման դեպքերի հետ ենք հանդիպել։ Երբ որ մարդիկ գալիս էին 50-100 հոգով, ասում են դուք դատարան չեք։ Դուք ով եք, որ դատեք մեր տղային։ Մենք չենք ենթարկվելու։ Ձեր օրենքը ո՞րն է, այս ինչ է, ինչ հիմունքներով։ Ստեղծվել է մի աղավոր վիճակ։ Երբ որ հանցագործությունները ծանրագույն, հնարավոր չէ դատել։ Չէ որ կա մյուս կողմը, մարդ են սպանել։ Եվ մարդիկ էլ գալիս են, ասում են դատեք, բայց ո՞նց դատես։ Եվ այն ժամանակ ստեղծվեց այդ միասնական Սյունիքի ռազմական դատարանը, որտեղ պարզություն մտցվեց, որ Հայաստանի քաղաքացին, որ Արցախի տարածքում հանցագործություն է կատարել, Հայաստանի Հանրապետության օրենքով է դատվում, որ մարդիկ ենթարկվեն։ Եթե Արցախի քաղաքացի է, նա Արցախի օրենքով է դատվում, որ նույնպես ենթարկվեն։ Այս առաջին անգամ էր, երբ որ մենք հասկացանք, որ այս զրույցները կատակ չեն, լուրջ հարցեր են։ Դրանից հետո մենք էլի ենք հանդիպել 99 թվական, 2000 թվական, երբ որ բանակների բախում եղավ, երբ որ այդ հարցը ոչ մի կերպ չէր լուծվում։ Ինչ որոշումների պիտի ենթարկվեր Արցախի բանակի հրամանատարը, Հայաստանի բանակի հրամանատարը։ Այսինքն կյանքը շատ ավելի բարդ է, քան այն, ոնց որ մենք ենք պատկերացնում, որ ազնիվ խոսքի վրա միացում է, մենք մի պետություն ենք եւ իմաստ չունի ուրիշ բաների մասին խոսել։ Իրականությունը այդպես չէ։ Իրականությունը ամեն օր բերում ցույց է տալիս, որ այս հարցերը պետք է քննարկել շատ խորը եւ բերել ու հասկանալ, ոնց պիտի մենք ձևակերպենք մեր խնդիրները։ Ի վերջո, երբ որ մենք խոսում ենք պետության մասին, բացի սահմանադրությունից,
որը կանոնավորում է պետության ներքին կյանքը, գոյություն ունի եւ պետության իրավաքաղաքական ստատուս, ցանկացած պետություն աշխարհում ներկայանում է իր իրավունքներով եւ իր պատասխանատվությամբ, նա հայտարարում է ինչ իրավունքներ ունի եւ ինչ պատասխանատվություն ունի աշխարհի առաջ, դա արվում է միջազգային իրավունքի լեզվով, ուրիշ լեզու աշխարհում չկա, եթե ասեք իսրայելական պետությունը հայտարարում է, որ նա պատժելու է ցանկացած մարդու, ով ոտնձգություն անի իր քաղաքացու դեմ, նա հայտարարում է ամբողջ աշխարհով, որ բոլորը իմանան, որ նա կարող է Աֆրիկայում, Միացյալ Նահանգներում ցանկացածին պատժի, եթե ձեռն տվել իր քաղաքացուն։ Ուրիշ պետություններ կա, որոնք նման բան չեն հայտարարում, նման պատասխանատվություն չեն վերցնում, նման իրավունք չեն։ Հայաստանի Հանրապետությունը պրակտիկորեն որևէ տեղ հստակ իր իրավաքաղաքական ստատուսը չի արտահայտել։ Տարրական հարցեր կան, հարցնում են ինչ գործ ունեն ձեր քաղաքացիները Ղարաբաղում, որ ծառայում են։ Անգամ այդ տարրական հարցին Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չի պատասխանի։ Հասկանալով, որ գոյություն ունի միջազգային հիմքեր դրա համար, ցանկացած սուվերեն պետություն իրավունք ունի, ելնելով իր անվտանգության կոնցեպտից, իր զինվորներին պահել երկրագնդի ցանկացած վայրում, դա պետության իրավունքն է։ ՆԱՏՕ-ն ասում է Հայաստանը չի գիտի դրա մասին։ Այսինքն սա ընդհանրապես օրինակներ են, բայց իմ ասածը դա է, որ պետք է քննարկում բացել այս հարցի շուրջ եւ հստակեցնել ամեն ինչ, սկսած ներքին օրենսդրությունից մինչեւ միջազգային իրավունք ամեն ինչը հստակեցնել։ Եթե մի պետություն ենք, պետք է դա օրենքով հաստատվի եւ աշխարհով մեկ հայտարարվի։ Եթե ոչ, տարբեր պետություններ են, պետք է որպես տարբեր պետություններ իրենց հարաբերություններով շատ հստակ ձևակերպեն։ Թե չէ մենք ունենք հիմա ինչ մաքսիմում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, չէ՞, Արցախը, Լեռնային Ղարաբաղը ով է ասել Հայաստան է։ Բայց եթե Հայաստան չի, ինչ է։ Նա չէր կարողանում ասել, որ դա անկախ առանձին պետություն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ու Հայաստանի Հանրապետության նախագահն ԵԱԿ-ի ժողովում չի կարող ասել դա առանձին պետություն է։ Դե չի կարող ասել, նրանք էլ ասում են դա ոնց բեսխոզնա զոնա։ Մենք ենք որոշում, ինչա, դուք չեք որոշում։ Ժամանակ է եղել, գուցե դա այնքան էական չէր, բայց երբ որ արդեն փոփոխություններ են գնում աշխարհից, բոլորը արդեն շատ ավելի լուրջ են այս ամեն ինչին նայում։ Եկել է չէ ամերիկացի ներկայացուցիչը, ասել է դուք դատարան չունեք, տվեք երկու հոգու, դուք իրավունք չունեք դատել։ Դուք ով եք, ձեր օրենքը ո՞րն է, ձեր դատարանը տվեք, թող գնա։ Հիմա արդեն սենց են խոսում։ Վաղն էլ ասել են ձեր զորքերը վերցրեք, տարեք, ինչու եք դե պահում։ Ես ուղղակի հրավիրում եմ բոլորին իսկապես այս հարցերը քննարկել, որովհետև ահագին ուսումնասիրություններ Հայաստանում կա, ես շատ կարծիքներ եմ լսել, եւ չկա միայն այս խնդրի լրջության ընկալումը։ Մեզ թվացել է, թե սա երկրորդական հարց է, բայց սա երկրորդ, սա առաջնայինն է։ Եվ Բերձորն էլ դա էր։ Երբ որ մարդիկ վեր են կենում, ասում են մենք եք որոշում, դուք պիտի չգաք ստեղ։ Դուք ասում եք դուք չեք որոշում, դա Հայաստանն է։ Իրենք ասում են Հայաստանը դուք եք։ Մենք Հայաստան չենք, ասում են։ Ինչի՞ համար, որ իրենք այդպես է ձեռնտու։ Ընդամենը այդպես, այդ չինովնիկին եւ ինքը 100 թուղթ է բերել ու ձեզ թույլ տա։ Ասում են։ Մի ուրիշն էլ մի ուրիշ բան է ձեռնտու, բայց միայն չինովնիկները խնդիրը չի, քաղաքացիներին էլ է տենց ձեռնտու։ Ցանկացած պահին Արցախի բնակչությունը կարող է չենթարկվի Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունների ցանկացած որոշման։ Ինչի համար, որովհետև այդ բնակչությունը չի ընտրում այս իշխանություններին։ Նա ոչ մի պատասխանատվություն չունի Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանդեպ։